Սիրելի սյունեցներ, սիրելի գորեցեցներ, իրականում մեծ մասը արդեն հարազատ է, որտեղ առաջին անգամ չի հանդիպումը այս դահլիճում կամ ամեն մեկի բնակավայր գյուղերում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ու շարունակում ենք այդ կապը։ Նայեք, մեր երկիրը սիրող հայրենասեր ամեն մարդ Հայաստանում կա երկու քաղաք, երկու ճանապարհ, որ հանգիստ չի կարողանում գնալ։ Այդ մեկ Վարդենիսն է, մեկ էլ Գորիսն է։ Որտեղ ամեն մեկը հասնելով Գորիս եւ Վարդենիս, այն սրտի ցավը, որ ունի, Կորսովա ծիրահարցախ հայրենիքի հետ կապված, չի կարա հանգիստ ապրի։ Չի կարա հանգիստ ապրի։ Եվ իրականում նաև այս երկու տարածաշրջանների, եւ Գորիսի, եւ Վարդենիսի, եւ աշխուժության, կենսագործունեության առումով այն հարվածը, որ եղավ, բայց դրա հետ մեկտեղ հայրենիքի կորստի հարվածն է։ Ու պատահական չի, այստեղ շատ-շատերի ճանաչում եմ նաև, որ հաստատվել են հենց այս տարածքում։ Հաստատվել են Մեղու են պահում, որ Բերթաձորից օրինակ Մեղուն բերի Բերթաձորի բուրմունքը ավելացնի իր մեղերի մեջ։ Բայց մի բանի մասին եմ ուզում ասել, տեսակի մասին։ Իրականում չեմ ուզում ցած քաղաքական բան համոզեմ, թե ինչ է այս իշխանությունը։ Ես ուղղակի երկու տեսակ մարդ եմ, հայեր չեմ ասում։ Իշխանության եւ այն մարդիկ, որ հավաքվել են, Հայաստան դաշինքի շուրջ են հավաքվել, պարոն նախագահի շուրջ են հավաքվել։ Այդ Գորիսը եղավ են ոնց որ գերազտ ասեց, այն հարվածի տեղը, որտեղ մեր 100,000-ից ավել արցախահայերին դիմավորեցին, փայփայեցին, հասան օգնության։ Այստեղ շատ-շատերը գորիսեցիների այդ օգնության հասնողներն են։ Եկել են Երևանից տարբեր շրջաններից օգնություն։ Նորմալ որևէ հայ այս ամբողջ ընթացքում որևէ արցախցու կարող է երես տա, որ սա է մարե, սա է մարե, մեր հայրենակիցներ և մեր պարտքն էր, որտեղ Արցախն էր, որ Գորիսը, Արցախն էր, որ այստեղի շուրն ու մյուս գյուղերը սահմանամերձ չէ դարձնում, Արցախն էր պահում, որ Վարդենիսը սահմանամերձ չէ, ներքին հանդում մի տարի առաջ մի Նիկոլին ասում է շնորհակալ եմ, որ առաջի ղեկավարներ եկած սահմանամերձ գյուղ, ասում լսեք, ներքին հանդը Հայաստանի կենտրոնն է, այդ օգնող ու սրտով օգնողը մի տեսակն է, որ այս իշխանության դեմ է կանգնած, երկրորդ տեսակը, որ մարմնացնում է Նիկոլ Փաշինյանին, տեսել եք, առավոտվան գիշեր, ինչ տարիքով մարդենում ասում է թոշակը 10,000-ը բարձրացրել են, 2 կոպեկ փող է բարձրացել, բայց այս ժողովրդին քթից է բերում։ Նիկոլից հետո ՔՊ-ի ամբողջ մարմնացումը Թալինում մի հատ քաղաքապետ կա։ Եկեղեցու դեմ հարձակվող, հայրենակիցների հետ դեմ հարձակվող, ամեն օր ճամբար փոխած, 30 տարվա մեջ իր գերդաստանով հազարատներ փոխին։ Մեկ Լևոնի կողքեր, մեկ Լևոնի դեմեն, մեկ սրա կողքներ, մեկ սրա դեմեն։ 2 օր առաջ այդ Սափեյանը, Թալինի քաղաքապետը ասել է մի արտահայտություն, որ այսօրվա իշխանության քաղաքականությունն է։ Գրում է թե արցախցի կին է, բայց վստահ եմ, որ արցախցի են չեն արմատներով, վերաբնակեցված շրջաններից են, ասում է ես ենք կարել, մեկ էլ ասում է չեն թողել, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ասում է Հայաստանը թողել գնալու է։ Էս է հայի և ոչ հայի տեսակը, ու ձեր ընտրությունը այս երկու տեսակի մեջ է, մեր հայրենակիցների, քանի որ հիմա Հայաստանի տարբեր բնակավայրերում նայում են, և այս առումով մեր երկրի ապագան, որ ասում ենք վճռական ընտրությունը սրանով Հայաստանը վերադարձում է հայ տեսակի իշխանության, թե Հայաստանը թողնում ենք թշնամու ձեռը մնա։ Այլ ընտրություն չկա, ոնց որ Սև լճի մոտ ծածկա դրբոց արեցին, թե ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է, ոնց որ առավոտվանից քեֆ ուրախություն համերգ, ուտել, զրկտվել, գառան խաշլամա, բայց մարդկանց մեջից ուղեղից որ հաներ, որ իշխանասարի գլխին թուրքը նստած է, որտեղ թուրքը նստած է, որտեղ գյուղերի սահմանի մեկ դիրքից մեկը 30 մետր է, տեղ գյուղի դիրք գնում է, մարդ լացը գալիս է, քարը խփում է, քարը հասնում է թուրքին,
համար էլ զինվոր են պատժում։ Հիմա որևէ մեկը հիշում Հայաստանում, որ տեղ գյուղում այս իշխանության անշնորհքության հետևանքով թուրքը 1.5 կիլոմետր առաջ եկավ։ Մեր 4 հրաշք սպեցնազի տղենք զոհվեցին դրա պատճառով։